Ցանկացած վարորդի գլխավոր մտահոգություններից մեկը իր մեքենայի մաքրությունն է։ Ես որոշեցի դիմել մասնագետի։ Ծանոթացեք Ozone Cleanings ընկերության հիմնադիր Դավիթ Ղարիբյանը եւ իմ լավ ընկերը։ Բարև Մագա ջան։ Ինչպե՞ս ես։ Շնորհակալություն, լավ, արդեն իրականում լավ, քանի որ քո հաղորդման հյուրն եմ լինելու այսօր եւ ներկայացնում ենք շատ հեղափոխական մաքրման միջոց հենց ավտոմեքենաների համար։ Բայց մինչ բուն թեմային անցնելը կխնդրեի պատմես մի փոքր քո մասին։ Մոդելային բիզնեսում եմ եղել, առաջին տղա մոդելն եմ եղել, ով ներկայացրել է հենց ազգային տարազը միջազգային մրցույթ փառատոնում, որտեղ 111 երկիր էր մասնակցում, Պորտուգալիայում առաջին տեղ եմ գրավել, մեծ ուրախությամբ եմ այդ մասին արձագանքում։ Նկարահանվել եմ մի շարք սերիալներում, որոնք որ տոպովի սերիալներ են եղել, Դժվար ապրուստ, Գեներալի աղջիկ, Ապակե երազանք։ 10 տարի աշխատել եմ օպերա եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես դերասան, մի շարք դերեր եմ կերտել, չնայած կարոտում եմ բեմը, բայց ինչ արած, հիմա արդեն զբաղվում եմ իմ սեփական բիզնեսով ու ոնց որ իմ ամբողջ էներգիան ներդնում եմ իմ սեփական բիզնեսի մեջ, բացի այդ էլ զուգահեռ ինֆլուենսերությամբ եմ զբաղվում, հանդիսանում եմ Meta ընկերության պարտնյոր, հա, իրանց գործընկերն եմ, որի հետ միասին լուծում ենք շատ խնդիրներ, էջերի արգելափակումներն ենք բացում։ Ավարտել եմ հենց ճարտարագիտության պոլիտեխնիկի մեխանիկայի դեպարտամենտը, որից հետո մագիստրատուրան շարունակել եմ մանկավարժական համալսարանում կուլտուրայի ֆակուլտետ, Արմեն Էլբակյանն էլ իմ ղեկավարն է եղել, հենց մագիստրոսական թեզս էլ ազգային տարազը մասսայական թատերականացված հանդիսություններում այդ թեմայով պաշտպանել եմ ու ֆինանսներ վարկ զուգահեռ ու այս ամեն ինչը ոնց որ իմ ինժեների մասնագիտությունը, ռեժիսորի մասնագիտությունը, ֆինանսիստ լինելու փաստը ինձ շատ է օգնել իմ բիզնեսը զարգացնելու համար Ozone Cleanings-ը, որը որ ամբողջ աշխարհում իմ նպատակն է Ozone Cleanings կորպորացիան հայտնի դառնա ու քանի որ ինքը հենց հայկական է։ Ինձ հետաքրքիր է նախ ինչից են սկսում մաքրման աշխատանքները եւ որքան է տևում։ Մաքրման աշխատանքները տևում են մոտ 1 ժամ, հա, սովորական մաքրումը ու կա ավելի բարդ մաքրում, եթե ինչ-որ խնդիր է առկա, հաճախորդը արդեն տեղեկացնում է, օրինակի համար լիքը դեպքեր է հանդիպել, որ մածունն է թափված եղել, ասենք 15 լիտր, ահա որ տհաճ էր գալիս։ Այդ մաքրել ենք, այդ տևելա մոտ 3.5 ժամ, 4 ժամ մոտ այդ գործընթացն է տեղի ունեցել, բայց հիմնականում 1 ժամում սովորական ավտոմեքենաներ, որ խնդիր չունեն, ուղղակի օդորակիչներն ենք մաքրում, ֆիլտրացիոն համակարգն ենք ֆիլտրում, հենց պատկերացրեք ֆիլտրացիոն համակարգը ֆիլտրում ենք մեր օզոնային տեխնոլոգիա։ Դա մեր սեփական տեխնոլոգիան է, որը որ միակն է աշխարհում ու հենց մեզ է պատկանում հայերիս։ Ինձ մոտ իհարկե մածուն չէ, հոտն էլ այդքան էլ տհաճ չէ, քանի որ կոնյակ է։ Քանի որ դու նշեցիր, որ կոնյակ է թափվել, մի դեպք հիշեցի, որ մեր քահանաներից մեկի ավտոմեքենայի մեջ զատիկի հետ կապված գինի էր թափվել ու ահա որ շատ նեղվում էր էլի քահանան, որ ավտոյից տես տհաճ հոտ է գալիս, հաճելի չի այդ հոտը։ Շատ արագ, հա, մի քանի ժամում ընդհանուր այդ ավտոմեքենան մաքրեցինք, հոտը վերացավ ու քահանան շատ գոհ էր։ Որքանով որ ես գիտեմ, տարածաշրջանում դու միակ ներկայացուցիչն ես։ Այո, քանի որ ինքը գրանցված ապրանքանիշ է եւ հեղինակային իրավունքները ամբողջությամբ պահպանված է, պատենտավորված է մեր բիզնեսը, մեր տեխնիկան, մեր սարքավորումները, այսինքն ոչ մի երկրորդ մարդ, նույնիսկ Հայաստանի Հանրապետության տարածքում իրավունք չունի օզոնային մաքրման աշխատանքներ իրականացնել։ Այո, կարող են նայել վիդեոներ, փորձեն անեն, բայց մեկը այդ այն արդյունքը չի տալու, քանի որ սարքավորումները մենք չենք վաճառում, մենակ մենք մեր գործի համար ենք արտադրում, մեր սարքավորումների մեջ պարունակում են արծաթի իոններ, որը որ չկա, հա, շուկայում, ասենք, այդպիսի օզոնատորներ, որ մարդիկ կարողանան գնել, այդ ավելի ուժեղացնում է, հա, օզոնի ուժը մեր այդ արծաթի իոնները, ինքը ֆիլտրացիոն համակարգի մեջ է ու նաև մենք ֆիլտրում ենք ամբողջ, ասենք, այդ ջուրը, որ գոլորշի է դառնում եւ օզոնային գոլորշի ենք մենք ներարկում ավտոմեքենայի ամբողջ համակարգի մեջ։ Ես գիտեմ, որ մենք այսօր ունենք նաև փորձարկում։ Անցնենք գործի։ Իսկ հիմա Մագա ջան unboxing ենք անում։ Հատուկ քո հաղորդման համար։ Քիմիա է հիմա տեղի ունենալու։ Ուրեմն մենք լցնում ենք ջուր տարայի մեջ։
Սովորական ջուր։ Սովորական ջուր, կարա այս ջուրը նաև աղտոտված լինի, կարա գետի ջուր լինի, միացնում ենք մեր սարքը։ Լցնում ենք տարայի մեջ, զիլյոնկա արդեն ներկվեցի, բայց ոչինչ։ Սա գույնը փոխվեց։ Պատկերացնում ենք, որ այս ջուրը աղտոտված է, ու այս նույն աղտոտվածությունը հենց ավտոմեքենայի մեջի հատվածներն են, կոնդիցիոներների, ֆիլտրացիոն համակարգերի ու ընդհանուր հենց օդափոխման համակարգի։ Այժմ ստարտ ենք տալիս, խնդրեմ, կմիանա սարքը, արդեն ինքը գործողության մեջ է եւ ֆիլտրը դնում ենք արդեն ջրի մեջ։ Ես գույնի փոփոխություն նկատեցի, բացվում է, հա, գույնը կարծես։ Հիմա ինքը պարզ, մաքուր, զուլալ, աշխարհի ամենամաքուր ֆիլտրացված ջուրն է լինելու հենց օզոնի ուժով։ Մեր սարքերի մեջ պարունակում են արծաթ։ Արծաթ չի թողում, որպեսզի բակտերիաները հավաքվեն ֆիլտրի մեջ ու ինքը ավելի հզորացնում է հենց օզոնի ուժը, որը որ մենք արդեն կիրառում ենք տարբեր ավտոմեքենաներ, խոհանոցային տեխնիկա եւ այլն։ Սա ընդամենը 1 րոպեից մենք կտեսնենք արդյունքը։ Ուղղակի շատ քանակություն ես ավելացրեցի, որպեսզի ավելի հետաքրքիր լինի հենց այս մեր փորձը։ Ջուրը արդեն մաքուր է։ Նույնիսկ հիմա ես կարող եմ ցուցադրել մեր սարքով ինչքան օզոն է հենց մեջը պարունակում։ Ինքը զրոյական է, երբ որ արդեն պահում ենք 0.4, 5.17, 5.16, դա արդեն օզոնի քանակությունն է մեր ջրի մեջ։ Ջուրը մաքուր է ու cheers։ Խմեց։ Մագա ջան, նաև հիմա այս ջուրը կլցնեմ այս սրվակի մեջ, որը որ կարող ես օգտագործել հենց օդորակիչների մեջ փչելով, ինքը նույնպես կմանդրազերծի հետագայում, հա, օզոնից հետո կարող ես իրան պայել, հեսա մաքուր ինքը, խնդրեմ, սա քեզ եւ մեր օպերատորի համար նույնպես ունենք։ Որտեղ որ ուզում ես դու իրան ախտահանես, կարող ես ուղղակի այսպես, խնդրեմ։ Ինչ է իրենից ներկայացնում օզոնը։ Ինչպես է ինքը առաջանում։ Օզոնը երկու տեսակ գոյություն ունի, ինքը թթվածի նվերցնում է, էլեկտրականության հաճախականության, հա, արդյունքում դառնում է ինքը օզոն ու ինքը գազ է։ Ինքը երբ որ արդեն դժվար անցանելի տեղերով անցնում է, ինքը վերացնում է բորբոս, սնկեր, ալերգիաներ, վտանգավոր տարրեր, մանրեազերծում է ինքը ու ի վերջո ոչնչացնում է տհաճ հոտերը, հա։ Նաև երկրորդ տեսակը, որ UV-ա կոչվում, ինքը արդեն որպես լամպա ինքը մանուշակագույն, այդ տեսակով են նաև օզոն ստանում, բայց մերը կոնկրետ հենց օզոնային գազ է, որը որ մեր գեներատորների մեջ, ոնց որ նշեցի, արծաթի իոններով ամենահզոր տեսակն է, ամենահզոր չափաբաժնով, նույնիսկ Կալիֆոռնիայում, ասենք մենք ստացել ենք իրավունք, Կալիֆոռնիայում դուք չեք կարող գնել օզոնատար, որտեղ այնտեղ արգելված է, բայց մենք մեր գործունեության նպատակով որպես պրոֆեսիոնալներ եւ որպես ունենք այդ ամբողջ պատենտավորումը, մենք իրավասու ենք շատ մեծ տարածքներ նույնիսկ ախտահանել, այսինքն դա կարող է լինել գիպերմարկետներ, ամենամեծ սպորտային ակումբներ եւ այլն։ Առավելությունները թվարկենք մյուս մաքրման մեթոդների նկատմամբ։ Հիմա նշեմ, քանի որ մարկանց մոտ միշտ հարց է առաջանում, հա, օզոնը ինչ է անում, օզոնը ֆիզիկապես մաքրում չի։ Ինքը մաքրում է ձեր ավտոմեքենայի մեջի հոտը, ինքը մաքրում է ձեր ավտոմեքենայի ամբողջ կոնդիցիոներների, օդորակիչների համակարգը, ֆիլտրացիոն համակարգ, այսինքն վարորդի նստատեղերի տակի հատված, որտեղից տաք հոտն է գալիս կամ սառը հոտն է գալիս։ Նույնպես հետնամասում, երբ որ ուղևորը նստած է, ուղևորի տակը նույնպես կա հենց հետնամասում օդորակիչներ, որը որ հենց փչում է ու մարտիկ էդի շնչում են։ Քանի որ աղտոտված է մեր քաղաքը ցավոք սրտի, մենք փորձում ենք մաքրել մեր օզոնային տեխնոլոգիայով գոնե մարդկանց ավտոմեքենաները, որպեսզի նրանք ավելի շատ ժամանակ են անցկացնում իրենց ավտոմեքենաների մեջ, խցանումներ ու լիքը շնչառական հիվանդությունների աղբյուր է հենց հանդիսանում այդ կեղտը, այդ փոշին, այդ սնկերը, բորբոսը, որը որ գոյություն ունի ավտոմեքենաների օդորակիչների համակարգում։ 2019 թվականին, երբ որ կոവിഡ്-ը
ոնց որ ի հայտ եկավ, հա, Չինաստանից մենք որոշեցինք ինչ-որ մի բան անել, որպեսզի այդ ամեն ինչի դեմը կարողանանք ինչ-որ մի ձև առնել ու մենք սկսեցինք այդ օզոնային տեխնոլոգիան ձեռքի պատրաստած, փորձեցինք որոշակի սպորտային ակումբներում իրականացնել, չնայած մարդիկ չէին հասկանում ու ասեմ այլ կոմպանիներ գնում էին, ասենք գույքը վնասել էին սպորտային ակումբի, բայց մերը քանի որ հենց օզոնային գազը ինքը գույքը չի վնասում, մերը շատ ավելի արդյունք տվեց ու հետագա պահանջակ։ Այո, ինքը անվնաս է, բայց երբ որ այդ process-ը տեղի ունենում փակ տարածքներում, անպայման մենք նախ պաշտպանված դիմակներով ենք մտնում, հակագազեր, հա, այսպես կոչված։ Գիտեմ, որ ցանկալի չէ փակ տարածքներում։ Ավտոմեքենաները փակ տարածքներում չեն կանում, քանի որ մոտեցինից ծառայությունով ենք մենք աշխատում, եթե մարդիկ չունեն։ Շատ հարմար է։ Տեղ մենք հրավիրում ենք մեզ մոտ, բայց դրսում է այդ ամբողջը իրականանում, քանի որ փակ տարածքում իրավունք չունես օզոնացնես։ Իսկ փակ տարածքների մեջ արդեն երբ որ մենք օզոնացնում ենք, մենք օդափոխում ենք ու 30 րոպեից 1 ժամվա ընթացքում այդ օզոնը դառնում է մաքուր թթվածին։ Այսինքն միայն օդափոխումից հետո նոր մարդիկ կարող են արդեն իրանց տարածքները այցելել։ Ինչը վերաբերում է խոհանոցային տեխնիկային այդ մաքրմանը, նշեմ, որ մենք սառնարաններ, լվացքի մեքենաներ, չորանոցներ, գազօջախներ, հա, գազի վառարաններ, սառնարաններ ու շատ պատվերներ ունենք այն սառնարանների, լույսերը տանում են, միսը մնում է հոտ է գալիս ու ոչ մի ձև չեն կարող, ոչ դարչինն է օգնում, ոչ խունկն է օգնում, չեն կարողանում։ Մենք մեր տեխնոլոգիայով գնում ենք, մաքրում ենք, ինչպես նորը հանձնում ենք մեր հաճախորդներին ու երևի թե արդեն մենք Հայաստանի Հանրապետությունում սպասարկել ենք 2000-ից ավել ընտանիքներ։ Չեմ հաշվում բիզնեսները, ունենք շատ լավ բիզնես ընկերներ, սրճարաններ, ռեստորաններ, որոնց հետ մինչև օրս համագործակցում ենք։ Իսկ այդ պրոցեդուրան հաճախ է պետք անել, որքան ժամանակը մեկ։ Հա, նշեմ, ավտոմեքենաների համար կոնկրետ սեզոնային ենք մենք առաջարկում, եթե չկա առկա խնդիր, մի հատ ամառվա մութ, երբ որ ամառը արդեն պետք է սկսվի եւ օթորակիչները պետք է աշխատեն, սառեցնեն ավտոմեքենան եւ արդեն ձմեռ, որ արդեն պետք է եւի նոյեմբերի վերջ արդեն երևի գործածում են մարդիկ իրանց օթորակիչները, որպեսզի տաքացնեն իրենց ավտոմեքենան, այդ ընթացքում ենք խորհուրդ տալիս ու նաև խորհուրդ ենք տալիս, որ ֆիլտրը անպայման փոխեն։ Ինչից ենք սկսում։ Մագա ջան, արդեն ցույց տվեցի, հա, ինչ ենք, ոնց ենք ֆիլտրում ջուրը, հիմա այս նույն ջուրը նույնպես ֆիլտրում ենք, խնդրեմ, այսպես ֆիլտրում ենք ջուրը եւ ջուրը լցնելու ենք արդեն մեր սարքավորման մեջ, որպեսզի մշակենք քո ավտոմեքենան։ Մեր օզոնային ջուրը հիմա կլցնենք արդեն մեր սարքի մեջ, խնդրեմ, հիմա կմիացնենք մեր սարքը, ջուրը կտաքանա ու սկսենք գործընթացը։ Մինչև կտաքանա արդեն այս գործողությունը կիրականացնենք, փոշին արդեն ամբողջությամբ ավտոմեքենայից կքաշենք, փոշը զրկենք, որ արդեն աշխատենք հենց մեր օզոնային գոլորշիով։ Մագա ջան, անվտանգության նկատառումներից ելնելով դու այստեղ կանգնի, հիմա մենք ինչ ենք անելու, մեր օզոնային, հա, գոլորշիով ամբողջ ավտոմեքենան մշակելու ենք հենց օթորակիչների հատվածը։ Նշեմ, որ ամբողջը խցանված է քո օթորակիչները, Մագա ջան, երբ որ մենք արդեն մաքրենք, վերջացնենք, ծախսել է քիչ լինելու վառելիքի։ Բոլոր անցքերից, օթորակիչներից պետք է այս գոլորշին դուրս գա։ Երբ որ դուրս է գալի, արդեն համոզված ենք, որ ինքը ամբողջությամբ մաքուր է։ Ամբողջությամբ բաց է այս հատվածում։ Հիմա արդեն այս նույն պրոցեսը տեղի ունենալու վաղորդի նստատեղերի տակ եւ արդեն ուղևորների նստատեղերի տակ գնացինք։
Որպեսզի համոզվենք, նայեք ոնց ենք հասկանում, որ արդեն մաքուր է։ Հիմա այս հատվածից ես արդեն պետք է խփեմ ու այս մյուս հատվածից, վաղորդի հատվածից պետք է գոլորշին դուրս գա։ Խնդրեմ, տեսեք որ դուրս է գալիս։ Ուղղակի քամի խանգարումը, որպեսզի ավելի տեսանելի լինի։ Նույնը իրականացնում ենք արդեն ուղևորների համար նախատեսված հատվածից։ Խնդրեմ։ Հիմա Մագա ջան, այս պայն այս մեր օզոնային գեներատորով, որը որ շատ նման է հարթուկին իրականում, բայց հարթուկ չի ինքը օզոն է արտադրում ու այս ամենը ներարկում ենք արդեն այս օդորակիչների համակարգի մեջ։ Սա մեր ստորագրությունն է օզոնային։ Արդեն պատրաստ է, օզոնացված է ամբողջ ավտոմեքենան, հիմա արդեն մեր գեներատորները կտեղադրենք, որպեսզի արդեն իր գործողությունները կատարի, օդորակիչներն ենք տարբեր կարգավորումներ տալու, թե ներքևից, թե վերևից, թե այս հատվածից, մի խոսքը կտեսնենք, գնացինք։ Սիրելի հեռուստադիտողներ, սիրելի Մագա, այս պայն արդեն վերջի գործընթացն է տեղի ունենալու, քո թեթև ձեռքով արդեն կսեղմես այս հրաշք կոճակը եւ ստարտ կանես, այո, ինչ գնաց։ Ժողովուրդ ջան, հիմա ինչ ենք անում, օզոնային գազը ներարկում ենք ամբողջ օդորակիչների համակարգի մեջ, գնացինք։ Մագա ջան, արդեն քո ավտոմեքենան օզոնացված է։ Ավտոմեքենայիդ մեջ հոտը կոնյակի լրիվ վերացել է։ Ավտոմեքենատ փոշը զրկում է տեղի ունեցել ամբողջ կոնդիցիոներների, օդորակիչների համակարգում, ֆիլտրացիոն համակարգում փոշին չկա։ Չի պարունակում վիրուս, բակտերիա, բորբոս, ալերգիաներ, ամբողջությամբ մանրէազերծված է, այդ թվում բեռնախցիկը։ Մնում է վայելես։ Մագավտոյի գործընկերն է Մոսեսկո ընկերությունը, որը Հայաստանում հանդիսանում է մի շարք հեղինակավոր ավտոյուղերի պաշտոնական ներկայացուցիչը, այդ թվում նաև Genesis հանրահայտ ավտոյուղերի։ Սա ես տալիս եմ քեզ, գիտեմ, որ այս պահին դու մեքենա չես վարում Հայաստանում, բայց ունես ընկերներ, որոնք քեզ տրամադրում են մեքենա ժամանակ առ ժամանակ, այնպես որ շատ հրաշալի նվեր է իրենց մեքենայի համար։ Մագա ջան, շատ շնորհակալ եմ նվերի համար, ես ինքս կօգտագործեմ մոտ ապագայում, նաև կառաջարկեմ իմ ընկերներին եւ հետևորդներին, ինչու՞ չէ, նաև կարող է վաղ ամիսօր գործընկերներ դառնանք հենց Ozone Clinics-ի հետ միասին։ Մենք էլ ունենք քեզ համար նվեր, սա մեր նվեր քարտն է քեզ, խոհանոցային տեխնիկա մաքրելու համար։ Սա այն վերնաշապիկն է օզոնային, որը ես կրում եմ, սրտանց քեզ եմ նվիրում, մեր Հայաստանի եռագույն դրոշով եւ իհարկե Միացյալ Նահանգների։ Շնորհակալ եմ անչափ, շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար, իրոք կարծում եմ ստացված հաղորդում է եւ նաեւ կնպաստի այս հաղորդումը շատ վարորդների, որպեսզի իմանան արդեն ինչպես ձերբազատվում է ծխախոտի հոտից, տհաճ հոտերից, ինչպես մաքուր պահեն իրենց օդորակիչները եւ իհարկե սա առողջություն է։ Ozone Clinics։ Ուզում եմ հպարտանալ, որովհետեւ Ozone Clinics-ը տարածաշրջանում միակն է։ Այո, Հայաստանի Հանրապետության վկայագիրն է, այսպիսի վկայագրեր ունենք Միացյալ Նահանգներում, եվրոպական մի շարք երկրներում, գրեթե բոլոր երկրներում, ամսի 16-ին էլ մեկնում եմ ես, որպեսզի արդեն ավելի ամրապնդենք մեր Ozone Clinics-ը ամբողջ աշխարհում։ Դավիթ ջան, շնորհակալություն, շատ հետաքրքիր էր, կարծում եմ օգտակար հաղորդում էր նաև մեր վարորդների համար, որոնք ունեն այդ խնդիրները բոլոր, որոնք մենք թվարկեցինք, մաքուր, առողջ եւ թարմ միջավայր։ Կարող եք դիմել Ozone Clinics 010 42 03 03 հեռախոսահամարով։